Ես Instagram-ում մի տեսանյութ ռիլ գցեցի, որտեղ երգում էի Սլիմանի Մոնամուղ երգը, եւ Սլիմանը նկատում է, որ առաջին անգամ լսեցիր, տենց մի անգամից սրտիդ կպավ, հա։ Ես շատ էի հավանել այդ երգը։ Ես անկեղծ եմ քեզ ասում, չեմ լսել մեկը, որ ինչ որ տենց լուրջ ոչ մի վատ կարծիք կամ ինչ որ թեթև քննադատություն։ Օրինակ ինչ որ մեկը չի անցնում, բայց հայն է անցնում եզրափակիչ։ Համ The Voice-ում, համ Եվրատեսիլում։ Կարաս ասես հաղթողները տենց ովքեր են եղել։ Դե առաջինում Շարլոտն էր, ֆրանսիացի աղջիկ, երկրորդում էլ։ Ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Ես որ նոր խոսում էինք ու իմացա որ բանը այս 2025 թվականը քո մոտ տենց լավ տենց բուրըն տարի ա եղել։ Ուզում ես մտ ամենասկզբից սկսենք, հասկանանք ինչ եղավ, ոնց ստացվեց, որ եկանք հասանք այս դեռ վերջին կետին, որը որ հաստատ վստահ եմ շարունակվելու էլի քո մոտ, հա։ 2025 թվականը ինձ համար շատ բուրըն տարի է եղել, լի էր հաջողություններով եւ մասնակցել եմ շատ տարբեր մրցույթների այս տարվա ընթացքում։ Սկսել եմ Բալշայ սցենամրցույթից Ռուսաստանում, որտեղ մրցանակակիրներին տրվում էր հնարավորություն ելույթ ունենալու Կրեմլում, եւ ես այնտեղ Grand-Prix-ն էի վերցրել եւ ելույթ ունեցա Կրեմլում, դա ինձ համար շատ մեծ փորձ էր։ Եվ շատ նոր ընկերներ եմ ձեռք բերել եւ իսկապես շատ լավ փորձառություն էր ինձ համար։ Իսկ ինչ ես երգել այդտեղ։ Լեբիդինե Վերնես երգը։ Հա։ Ու տենց մի անգամից այդ առաջին մրցույթն էր քո։ Չէ, իմ առաջին մրցույթը չէր, մինչև այդ Հայաստանում ու Գերմանիայի մրցույթի էր նաեւ մասնակցել։ Հայաստանում տարբեր մրցույթների տեղ Global Art Fest-ից եմ սկսել ու տենց շարքը գնաց մրցույթների, որովհետև սկզբում տենց շատ մեծ չէին ակնկալիքները, որ ինչ որ լավ հորիզոնական կարող եմ զբաղեցնել, որովհետև առաջին մրցույթն էր եւ բայց ստացվեց։ Հա, ստացվեց Grand-Prix վերցրեցի եւ այդտեղից արդեն ոգեշնչվեցի ու մնացած մրցույթների շարքը սկսվեց։ Դա մի քիչ դրա մասին խոսենք, որտեղ ինձ թվում է շատերը չգիտեն դրա մասին, որ ինչ հաջողություններ ես ունեցել միջև հասնել այստեղ, իսկ ինչքան մասնակից կար այդ փառատոն, մեծ ինքը միջազգային փառատոն էր, չէ՞, վստահ եմ։ Այդ Ռուսաստանում Grand-Prix ժուրիները ովքեր էին։ Ռուսաստանում, հա, փառատոնը մեծ էր, շատ մեծ մրցույթ էր։ Բազմաթիվ մասնակիցներ կային ու մտես շփվում, ու մտես ընկերություն անում, որ միջև հիմա կապը կա, որ մի կարող ճանաչեն կամ չէ։ Դե իրար բաժանորդագրվել ենք Instagram-ով, իրանք ինձ միշտ հաջողություն են մաղթում ելույթներից առաջ, ես էլ իրենց մեծ մրցույթներից առաջ եւ շփվում ենք, տարբեր երկրներից մասնակիցներ կային ու կապը դեռ պահում ենք եւ մրցույթների մեջ ինձ թվում է, որ ամենահետաքրքիրը հենց այդ է, որ տարբեր ընկերներ եմ ձեռք բերում եւ ընկերների հետ կապը պահում եմ եւ ամեն մեկս իրար ամեն ելույթից առաջ հաջողություններ ենք մաղթում, մեկս մյուսի հաջողությունով ուրախանում ենք եւ շատ հետաքրքիր է դա։ Այսինքն դու ի սկզբանե չէիր գնացել կամ քո քեզ աշխատող մարդիկ չէին քեզ տրամադրել, որ դու անպայման պետք է գնաս ու հաղթես։ Իսկ այնտեղ այնտեղ կարևորը հաջողիկ ստանալն էր, համ ելույթներ, կարևորը շատ լավ փորձը, նոր ընկերները, շրջապատը եւ ամենակարևորը շատ լավ ելույթ ունենալը եւ այդ ամբողջ ընթացքից հաջողիկ ստանալը։ Դե շատ կարևոր է, որովհետև ինձ թվում է այդ հենց այդ փոքր մրցույթներից սկսած միջև օրինակ այդ Մոսկվայի մրցույթը ինքը քեզ տենց աստիճանաբար բերել է ավելի մեծ, չէ, ավելի մեծ բեմերի, որ դու տենց արդեն փորձառու որպես մարդ կարողանաս արտիստ որպես ներկայանաս հանդիսատեսի, բայց հետաքրքիր է ովքեր են, որ քեզ ոնց որ ուղղորդել են կամ ասել են որ դու պետք է այս մրցույթի մասնակցես, դու ես եղել առաջարկողը, ոնց է այդ ամեն ինչը ստացվել, որ սկսել ես մասնակցել մրցույթներին։
Դե երբ որ արդեն ընդունվեցի երգի պետական թատրոն, այդտեղից ես սկսել, չէ՞, դու ճիշտ եմ սկսել իմ կրթությունը երաժշտական ու ընդունվեցի երգի պետական թատրոն, այնտեղ 3 տարի սովորեցի, ավարտեցի եւ ընդունվեցի Զարուհի Բաբայանի երգի ստուդիա, այդ ժամանակ մենք արդեն որոշեցինք մասնակցել տարբեր մրցույթների, Այսինքն Զարուհի Բաբանն է եղել այդ մարդը, որ քեզ ոնց որ ուղղորդելա, որ մասնակցես մրցույթներին, հա, իր հետ եք սկսել։ Իսկ խոսես, ես գիտեմ, որ ինքան հանդեպ միշտ քո հետ դու շատ ես իր մասին խոսում, մի քիչ ոնց որ կպատմես իր դերի մասին քո կյանքում, լավ, սենց ասեմ։ Ինքեր Զարան շատ լավ ուսուցչուհի է եւ մենք իրար շատ լավ ենք հասկանում ու ամեն իմ կարևոր ինչ-որ մրցույթից կամ ելույթից առաջ միշտ ինձ կարևոր խորհուրդներ է տալիս, աջակցում է շատ եւ միշտ իմ կողքին է եւ ինձ համար իր խորհուրդները շատ կարևոր են։ Իսկ կհիշես այն մասից լավ կարևոր խորհուրդ, որ տենց միշտ տենց տպավորվել է քո մեջ։ Յուրաքանչյուր մրցույթից առաջ ընկեր Զարան ասում է, որ պետքա մրցույթից հաջողիկ ստանամ, մաքսիմալ հաջողիկ ստանամ եւ չմտածեմ ավելի շատ հաղթանակի մասին, ինչքան լավ ելույթի, որովհետեւ շատ լավ կլինի, որ ես հաղթեմ, բայց շատ լավ կլինի նաեւ, որ ես շատ լավ ելույթ ունենամ։ Դե բարձ է։ Այդ խորհուրդը միշտ ամենակարևոր խորհուրդներից է, որ միշտ ասում եմ։ Շատ լավ, ես օրինակ դու լսել ես իր ջազ կատարումները։ Շատ լավն է։ Հա, շատ։ Ես լուրջ անկեղծ սպասում եմ ինչ որ տենց օր կամ առիթ լինի, որ գնամ տենց կենթանի կատարման իրան լսեմ, որտեվ ես տենց վիդեոով եմ տեսել ու տենց շատ դուրս եկել ինձ շատ անսպասելի է։ Դու տենց լսել ես իրակ, հա։ Ասա որ շատ սիրում ես այդ երաժշտությունը։ Ես ընդհանրապես ջազ շատ եմ սիրում։ Բայց հիփ-հոփ չես սիրում, բայց ես քեզ խոսք եմ տվել, որ դու եթե մեր շոֆը շատ ես սիրել։ Բայց լավ հիփ-հոփ, քո ասած old school hip-hop-ը, չէ՞։ Որտեվ Ալբերտը ասես, որ իրան ավելի շատ դուր է գալիս old school hip-hop-ը։ Ես քեզ խոսք եմ տալի, դու լավ hip-hop, լավ շեղվեցինք թեմից։ Հետո ընդհանրապես առաջի ժանրերից, որ ես սիրել եմ, ջազն էր։ Հա։ Շատ չգիտեմ, դուրս գալիս, շատ եմ սիրում Ֆրանկ Սինատրային։ Մայստրո։ Ջազի հանդեպ իմ սերը ինձ թվում է իր երաժշտությունները լսելուց հետո է սկսվել։ Դա շատ կարևոր, ինձ թվում է շատ կարևոր բան է, որ դժվար լավ երաժշտություն լսես, մանավանդ այն մարդուց, որ քեզ մասնագիտական կրթություն է տալիս ու դու հավանես։ Օրինակ Ֆրանկ Սինատրայի մասին խոսացիր, դες մի քիչ դժվար է, որ դու ոչ թե վատ երգես տեխնիկական մասով եմ ասում, այլ վատ բաներ երգես։ Ճիշտ եմ ասում։ Թե չէ։ Հա։ Լավ, հետո այդ 25-ի մասին է, չէ՞։ Հետո եկավ մյուս մրցույթը։ Մյուս մրցույթը Ֆրանսիայում էր, մանկական ձայններ։ Իսկ ոնց եղավ սկզբից հասկանանք։ Ֆրանսիական The Voice, այդ ոնց եղավ, որ ընտրվեց հենց ֆրանսիական The Voice-ը։ Շատ պատահական էր իմ մասնակցությունը ֆրանսիական Voice-ում, որովհետև ես Instagram-ում մի տեսանյութ ռիլ գցեցի, որտեղ երգում էի Սլիմանի Mon Amour երգը, եւ այդ երգից այդ ռիլը տարածվում է բոլորի մոտ, համացանցում տարածվում է, եւ Սլիմանը նկատում է այն իր story բաժնում է տեղադրում, եւ այնտեղից Ֆրանսիայի Voice-ի կազմակերպիչները նկատում են, ինձ գրում են եւ առաջարկում են, որպեսզի ես էլ մասնակցեմ։ Ու տենց փոքրիկ փուլեր եմ անցնում, բայց ամենակարևորը այն էր, որ ես պետքա իմանայի ֆրանսերեն, որ մասնակցեի։ Իսկ ֆրանսերեն ես ընդհանրապես չգիտեի։ Ու ինձ ասացին, հարցրեցին, ես պատրաստ եմ սովորել, թե չէ, որովհետև հենց դրանից էր կախված իմ մասնակցությունը։ Ու ես որոշեցի սովորեի, բայց ժամանակը շատ կարճ էր։ Ինչքան էր ժամանակը։ 3 ամիս էր եւ սովորեցի։ Դու լավ ֆրանսերեն ես, չէ՞ խոսում, ես բաներով տեսել եմ, ասած քեզ ռիլերով տեսել եմ, ու հետո դու իրանց հետ այդ մրցույթի ժամանակ շփվում ես, տեսել եմ ինչ լավ ես խոսում ֆրանսերեն, դու 2 ամսում, 3 ամսում սովորել ես ֆրանսերեն։ Ու բոլորը, քանի որ մասնակիցները ֆրանսիացի էին, այնտեղից էին, տարբեր քաղաքներից էին, իրանց մոտ անցնում էին իրանք երգի քաստինգ, եւ կենթանի ժյուրիի դիմաց էին իրանք երգում, իսկ իմը վիդեո տարբերակով էր։ Հա, դու սկզբում այստեղից ես ոնց որ մասնակցել։ Ամենասկզբում այստեղից եմ այդ նախընտրական փուլը անցել։ Իմ մոտ ավելի շատ ֆրանսերենի մակարդակներ
կարևոր եւ casting արեցին, ասած ասած։ Սկզբում այսքան ուզում են գնահատեին քո ֆրանսիանի մակարդակը խոսալ։ Հետո արդեն իմանան մասնակցում եմ թե ոչ։ Եվ վիդեո կոլով զանգարեցինք։ Ես խոսացի ֆրանսերեն, իրենք հավանեցին եւ ասացին, որ կարող ենք արդեն սկսել այդ փոքրիկ փուլերը անցնել։ Եվ տենց մի քանի վիդեո ուղարկեցինք նրանց, որտեղ երգում եմ կամ պատմում եմ ինչ եմ սիրում։ Քո մասին է պատմում։ Հա։ Իսկ ինչ ես ասել։ Դե պատմել եմ իմ հոբիների մասին։ Ահա։ Եվ արդեն ասացին, որ ես անցել եմ կույլ լսումների փուլ եւ սկսեցինք երգ ընտրել, իրենք առաջարկեցին Դելեյաման երգը։ Իրանք են առաջարկել։ Այս գիտեմ դու ես ընտրել։ Մեզնից ցուցակ ուզեցին, մենք ուղարկեցինք, բայց իրանք ասացին, որ քանի որ այս տարի ժյուրի անդամ է Պատրիկ Ֆիորին, մենք կարող ենք իրան որպես անակնկալ տենց հայերեն ինչ-որ երկանենք ու շատ կհավանի եւ իսկապես Պատրիկ Ֆիորին շատ հավանեց այդ ելույթը։ Իսկ թվում է շատերն են այդ վիդեոն տեսել։ Հա։ Եվ ինձ նվագակցում էր նաեւ Լևոնը, Դուդուկով։ Եվ Լևոնը նույնպես մասնակցել էր մանկական ձայնին, մանկական ինչ մեծականին։ Բայց քոթել մասնակցեց էլի փաստորեն, երկուսին է մասնակցել է։ Հետո առաջին գնացիր։ Հա, արդեն գնացի Ֆրանսիա, առաջին փուլի համար։ Ընտրվեցի, 4 ժյուրիներն պատտվեցին ու պետք է ընտրեի թիմ։ Բայց իրանք քեզ առաջարկեցին, չէ՞, ես հիշում եմ այդ վիդեոին, որ իրանք ասում են, որ իրանք են հենց չէ առաջարկում, որ դե մենք ոչ մեկս ոնց որ բան չենք ասում, դե պետքա դու գնաս Պատրիկ Ֆիորի խմբ, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Իրանք են հենց ասում, բայց ես ի սկզբանե որոշել էի, որ Պատրիկ Ֆիորին պետք է ընտրեի։ Նախ նրա համար, որ շատ եմ սիրում իր երաժշտությունը։ Եվ այդպես որոշեցի իրեն ընտրեցի եւ առաջարկեցի նաեւ դուետ երգենք իրար հետ Դելեյամանը շատ էլի շատ է շնորհակալ ես ոնց որ սրտանց քեզ ասում եմ այդ դու տարել ես դրա կարիքը չկա եւ այդպես ընտրեցի Պատրիկ Ֆիորին եւ անցա իր թիմ ու արդեն հաջորդը կիսայի եզրափակիչներ որտեղ եթե չեմ սխալվում Սելին Դիոնն է երգը Թե չէ, սխալվում եմ, բայց ես ման եգրես չգտա։ Բաթլների փուլն է, որտեղ 4 հոգի մրցում են իրար հետ, ու պետքա մեկը ընտրվի իրանցից, ու հենց թիմի անդամը, այսինքն ժյուրին, Պատրիկ Ֆիորին որոշում է, թե ում անցկացնում ֆինալ իր թիմից, ու 4-ից ընտրեց ինձ, եւ ես անցա եզրափակիչ, եւ արդեն ֆինալում էի եւ ինձ ասացին որ պետք է 10 երգ ուղարկեմ մոտավորապես ցուցակ ու այդ ցուցակի մեջ լինեն այնպիսի երգեր որոնցից մեկը կցանկանամ երգեն ֆինալում որ իրանք ընտրեն բայց այդ երգերը նրանք չընտրեցին ու առաջարկում էին օրինակ Սելին Դիոնի այս երգերից որը ուզես ու տենց Շարլ Ազնավուրի երգերից եւ այդպես լիքը երգեր սովորեցի շատ եւ վերջում ընտրվեց Սելին Դիոնի My Heart Will Go On երգը եւ ֆինալում հենց այդ երգով ներկայացա շատ գեղեցիկ բեմադրություններ ես ինձ երեք եմ նայել այդ վիդեոն մի քիչ կպատմես քո Պատրիկ Ֆիորի հետ հարաբերությունները ոնց է ես գիտեմ որ ինքը սփորթ էր անում այս վիդեոները տեսել եմ Եվրատեսիլի հետ կապված բայց ընտեղի ընդհանուր միջավայրի մասին մի քիչ կպատմես որովհետեւ նախ ժյուրիները շատ հայտնի մարդիկ են իսկ թվում է դու իրենց ճանաչում ես կամ եթե դու իմացել ես ինչ լավ երաժիշտներ են հայտնի երաժիշտներ են ես նոր պատմեցի որ ժյուրիներից մեկին ես արդեն 10 տարուց ավել լսում եմ սոպրանոին որ լսեցինք իրար հետ նորի մի խոսքով տենց աստղային ժյուրի էր մտ կպատմես ընդհանուր այնտեղ ինչ էր կատարվում այդ կուլիսային կյանքի մասին մի քիչ կպատմես Միջավայրը շատ լավն էր այնտեղ բոլորը շատ ջերմ էին իրար հանդեպ բոլորը իրար աջակցում էին եւ ամեն ինչ շատ լավ էր Պատրիկ Ֆիորի հետ իհարկե ինչպես գիտեք հարաբերությունները շատ լավ են եւ նա ինձ միշտ աջակցում է միշտ ինչպես չգիտեմ տեսել թե չէ նա տեսանյութ էր ինձ ուղարկել Եվրատեսիլից առաջ եւ հաջողություններ մաղթել եւ շատ էի հավանել այդ տեսանյութը եւ շատ շնորհակալ եմ իրենից այո դե բարձա եւ նաեւ ընդհանուր Ֆրանսիայից եմ շատ շնորհակալ որովհետեւ կարդում եմ մեկնաբանությունները մինչեւ հիմա եւ տեսնում եմ որ ոչ մեկ չի ասում
եթե հայը գալիս է ինչու է վերցնում իրենց երկրի մասնակիցներից օրինակ ինչ որ մեկը չի անցնում բայց հային է անցնում եզրափակիչ իրենք տես բաներ չեն գրում եւ միշտ իմ կողքին են ասեն գնահատում են ընդ այսպես ասած տաղանդավոր մարդուն որ արժանի է այդ բային լինի այդտեղ չէ այդ շատ կարևոր բան է լավա որ դու տենց միջավայր ես գնացել էլի տենց մարկանց հետ է շփվել որ ուսամ տենց էլի որ տենց խորուրդ բան ցանկություն որ միշտ տենց կյանքում տենց մարկանց լավ հանդիպես հետո հավաստան դիք հետաքրքիր բաներ են եղել շատ հետաքրքիր բաներ են եղել կարող եմ մի պատմություն պատմել ուշադրեցում եմ կիսաեզրափակիչներ բաթլների փուլներ այդ ժամանակ երբ որ մենք արդեն գնում էինք ինքնաթիռի մեջ էի аэропորտում ենք արդեն բայց երգը դեռ չեն ուղարկել որ պետքա երգենք եւ մենք սպասում ենք եւ արդեն իմ թռիչքից մոտավորապես 30 րոպե առաջ ուղարկում են երգը եւ այդ ամբողջ թռիչքի ընթացքում եւ սովորում եմ այդ երգը եւ երբ գնում եմ արդեն ունենք փորձեր եւ պետք է ամեն ինչ անեի եւ պետք է ամեն ինչ անեի որ հասցնեի սովորել այդ երգերը եւ ճիշտ ձևով երգեի այդ ժամանակ իմ ուսուցչուհին Ֆրանսիայում չէր Զարուհի Բաբայանը Ֆրանսիայում չէր բայց նա վիդեո կոլով մենք զանգվեցինք ինքը այդ ժամանակ մեքենայի մեջ էր մեքենան կայանեց եւ ինձ հետ պարապեց այդ երգերը եւ նույնիսկ ինչքան զբաղված էր միշտ իմ հետ պարապում էր միշտ աջակցում էր եւ շատ շնորհակալ եմ դրա համար մեքենան կայանեց եւ մենք սկսեցինք պարապել եւ հաջորդ օրը արդեն փորձին էի դու լավ ներկա ես տեսել եմ ովքեր որ չեն տեսել կարող են նայել ինչ հրաշալի ելույթ եք ունեցել ու դրա արդյունքն էլ եղավ են որ դու դուրս ես եկել հաջորդ փուլ այսինքն ֆինալ ես դուրս եկել իսկ օրինակ ինչով է տարբերվում The Voice հենց քո համար նու մենք պատկերացնում ենք ինչքան բաներով է տարբերվում բայց հենց քո համար ինչով է տարբերվում քո մնացած մյուս մրցույթներից բացի մասշտաբային լինելուց որպես քեզ էլի փորձառություն էլի քո համար չէ շատ մասշտաբային մրցույթ է շատ պրոֆեսիոնալ թիմ է այնտեղ աշխատում եւ ինձ համար շատ հետաքրքիր են իմ առաջին փորձն էր նման պրոֆեսիոնալ թիմի հետ եւ շատ հետաքրքիր են ինձ համար այդ մեծ փորձը այդ հնարավորությունը այնտեղ էլ վստահ լիքը մարդկանց հետ ծանոթացել ֆրանսիացի ծանոթությունները եւ նաեւ ֆրանսերեն սովորելու հնարավորությունը շատ մեծ ձեռքբերում է որ հաստատ քեզ էլի ամբողջ կյանքում մանավանդ երգելուց էլ որտեղ վստահ եմ լիքը ֆրանսերեն երգեր է տենց հանգիստ կարած երգես այսինքն ստացվում է որ այս 25 թվականին չէ այս 25 թվականին ու ավարտվեց հոկտեմբերին ու հոկտեմբերին երբ որ ես վերադարձա ֆինալից արդեն այդ ժամանակ մոտավորապես 5 օր հետո ես իմանում եմ որ ես եմ ներկայացնելու Հայաստանը մանկական Եվրատեսիլում Չարի Եվրատեսիլին վերջում անդրադառնանք որ մեր վիդեոյի միջավայր նայեն որտեղ գիտեն որ բոլորը սպասում են սա պետք է Եվրատեսիլից խոսալու ենք հանգիստ եղեք լիքը հետաքրքիր բաներ է Ալբերտը ձեզ պատմելու ինձ պատմել է արդեն մի քանի բան բայց էլի կարևոր մրցույթ կա որի մասին մենք չենք անդրադարձել դա Իտալիայում էր Իտալիայի մրցույթներ եւ դա The Voice-ի կիսաեզրափակչից առաջ էր այդ ընթացքում ես գնացել գնացի Իտալիա դրանից հետո արդեն մոտիկ էր արա գնացի անմիջապես գնացի Ֆրանսիա Իտալիա Ֆրանսիայից այդ կիսաեզրափակչի ընթացքում գնացել ես Իտալիա չէ Իտալիայում գնացել Իտալիայից հետո Ֆրանսիա կիսաեզրափակչին հասկացա Այնտեղ ինչ մրցույթ էր Eurovision Music Academy էր կոչվում եւ այն հեռուստատեսային պրոյեկտ էր բաղկացած էր երկու փուլից որտեղ երկուսում էլ ժյուրիի բոլոր բարձր գնահատականներն եմ ստացել 10 միավոր եւ անցել եմ եզրափակիչ Փետրվարին է եզրափակիչն է տեղի ունենալու պետք է դեռ չի վերջացել մրցույթը այսինքն պետք է գնալ իսկ ինչ ես երգել այնտեղ երգել եմ իտալերեն Grande Amore երգը Il Volo-ի եւ Voilan Բարբարա Պրավի այդ երգը այդ երգը կապված էս հետո բան կասեմ քեզ ինքը էլի ուզում հասկանամ ոճային կամ ինչ տեսակի մրցույթ էր ուղղակի հենց ինքը հեռուստատեսային նախագիծ էր
Այնտեղի հեռուստատեսությունով էր հեռարձակում հասկացա էլի տես միջազգային շատ մարդ փուլերով անցել ես թե մի հատ ես դեռ երկել դեռ մեկն եմ երկու փուլ եմ երկել երկու փուլ ես երկել հիմա սպասում անցել ես եզրափ տես միավորները ցույց են տալիս միավորները իրանք որոշում են հետո ժյուրին է որոշում հետո երբ հեռուստատեսային արդեն ցուցադրում են իրանք գրած միավորները ներքևում բերում դու տենց մոտավոր հիշում ես քանի մասնակից կա թե տենց չես նկատում ես չէ չեմ նկատել ինչքան ու գնում ես տենց կամար երգում ես վերջում բերում են երևի տենց առաջի տեղը տալիս են միշտ ու գալիս հետ հրաշալի է այ հիմա դրա ոնց որ այս ամեն ինչի դեռ հələ խոսում եք մենակ 25 թվականի մասին դու 26-ին դեռ մի հատ մրցույթի եզրափակիչ փաստորեն ունես բայց 25 թվականի ոնց որ ամենա կարևոր պահերից մեկը եղավ քո Եվրատեսիլի մասնակցությունը, որը դու արդեն ասեցին, որ երկու անգամ փորձել ես, երրորդը հաջողվել է։ Այս անգամ երրորդն էր։ Երրորդը։ Այն որ ոնց կարա չլինի, չէ՞, այդ որ մտքի դրել էր, պետք է անպայման լինի։ Ճիշտ ժամանակին չէ՞ եղավ։ Որտեղ կարող է անգամ մասնակցեիր, օրինակ նույն երգը չերգեիր, ուրիշ երգ երգեիր, ամեն ինչ ուրիշ լիներ։ Ինձ թվում է որ այս անգամը որ երրորդ անգամ որ դու չես հանձնվելու էլի ներկայացել ես ու այդ ընթացքում դու ոնց որ չես սпасել ամեն տարի գավորը որ ես գնամ Եվրատեսիլին դու այս ընթացքում լիքը գրանպիներ ես շահել չէ այսինքն աշխատել ես միշտ փորձել ես զարգանալ փորձել ես փորձ հավաքել դա շատ կարևոր է ինձ թվում է հենց այդ ամեն ինչի շնորհիվ չէ համաձայն ես ինձ թվում է եղավ այն ինչ որ հիմա մենք ոնց որ տեսել ենք ու ունեցել ենք ինձ թվում է դու ես գո որ երրորդ անգամից դե մի քիչ ես տեսել եմ ինչ թվում է շատերն են տեսել այդ տեսարվակը վիդեոն քո բանը ռեակցիան հա թե դու որ իմանում ես ոնց ես որ բան ընտրվել ես արդեն բայց որ ճիշտ ասեմ շատ ոչ թե շատ զուսպ ես այլ տենց հասուն ես ընկալում այդ ամեն ինչը կամ մեջը դա ամեն ինչ կա կատարվում բայց ինչ կուզեիր անել օրինակ այդ թռներ բան տարբեր փուլերով քննարկումներ ունեցանք ձայների հաշվարկներ ունեցանք մեր ժյուրիի եւ տարբեր իհարկե կարծիքներ հավաքագրեցինք այդ քննարկումների միջազգային կոլեգաների կարծիքներ եւ ուզում եմ դες տեղեկացնել որ ամենաշատ ձայները դուք եք հավաքել եւ դուք եք ներկայացնում Հետո որ գնացա մենակ ես ինչ ես Ես սիրում եմ երբ որ ինչ որ կուտակված է գոռամ Դե որ գոռաս սա Հայաստանը կարա լսի Եվ այո ճիշտ եք նկատել զուսպ եմ ամբողջ էմոցիան չեմ արտահայտում բայց այդ պահին իմ էմոցիաները չեմ կարող նկարագրել որովհետև իսկապես շատ մեծ երազանքներից էր շատ երկար էի սպասել իսկ երգի հետ կապված ես քանի տարբերակ ես ունեցել երգի երկու տարբերակ եմ ունեցել երգի ու ընտրվել է Լիլիթ Նավասարդյանի գրածը որ առաջին անգամ լսեցիր տենց միանգամից սրտի կպավ հա ես շատ էի հավանել այդ երգը որովհետև հասկացել էի որ այդ երգը իմն է եւ այն իմ մասին է իմ երազանքների մասին միանգամից պատկերացրեցի եւ շատ էի հավանել երգը իսկապես իսկ դու միջավ այդ շփվել իրանց հետ պատմել էիր քո չգիտեմ թեկուզ երազանքների մասին կամ քո նախասիրությունների մասին կիսվել էր իրանց հետ որ այդ տեքստի հետ կապված կամ երաժշտությամբ իրենք քեզ ավելի լավ ճանաչեն ու քո համար երգրեն եթե չեմ սխալվում դա քո հենց անհատական առաջին երգն է չէ որ ինձ քո համար ես արդեն ունեցել եմ ունեցել ես հա ամառեմ երազումներ 2024 թվականին ենք անել թողարկել այդ երգը եւ դա իմ առաջին ամառեմ երազումը իմ առաջին երգը եւ տեսահոլովակներ դա նույնպես շատ մեծ փորձ էր ինձ համար գրել է Նիկե Կիբյանը եւ երաժշտությունը եւ բառերը ճիշտ է լսել եմ այդ երգը մոռակներս լուրջ անկես լսել եմ բան է խառնել էի բաներով թվերով եւ երկրորդ երգների Braveheart-ը բառերը գրել էր Անիտա Հախվերդյանը եւ նույնպես բառերը իմ պատկերացրածի մասին էր, այսինքն երազանքի եւ այդ երազանքի իրականացման այդ ճանապարհի մասին էր
Եվ առաջին անգամ այդ լսեցին հենց այդ բանը կոմոդ սկզբում երաժշտություններ սկզբում առանց բառերի բայց պատկերացնում էր ինչի մասին պետք է լինի այո անմիջապես երազանքի մասին պատկերացրել կարող դու ես հուշել որ դրա մասին լինի անկեղծ ասած ես չեմ հուշել բայց մտածել ես դրա մասին բայց հա մտածել եմ եւ այնպես ստացվեց որ հենց երկի բառերը Անիտա Աղվերցյանը գրեց երազանքի մասին բայց զարմացել էիր հենց առաջին անգամ ասել էիր մտքումը թե կամ իրանց հետ կիսվեց որ գիտեք ես էլ ուզում ես ամեն ինչի երազանքի հա այո հա հետո դե այսքան եղավ երգը քո ոնց որ հասկացանք հենց քո պատկերացրած երգն է եղել ինչը շատ կարևոր է հետո եւ արդեն սկսեցինք տեսահոլովակի վրա աշխատել կերպարը ստացակ այո եւ որոշեցինք որ պետք է լինի անիմացիոն տարբերակով տեսահոլովակը եւ մանկական եվրատեսիլի պատմության ընթացքում այն չի եղել Եվ կարծում եմ, որ տարբերվող էր եւ այս երգին շատ համապատասխան էր անիմացիոն տեսահոլովակը։ Այսինքն լավ է դրա հետ էլ ես դու ոնց որ համաձայն եղել էլի քո սրտով եղել ոնց որ ասում են։ Այո, եւ այս ընթացքում թիմի հետ աշխատելը ինձ համար շատ հաճելի էր, որովհետեւ իրենք միշտ ինձ լսում էին, իմ կարծիքն էին հաշվի առնում եւ ամեն ինչ փորձում էին անեին այնպես, ինչպես որ ես օրինակ պատկերացրել եմ կամ ուզեցել եմ որ այդպես լինի եւ իսկապես շատ մեծ փորձ էր եւ շատ մեծ հնարավորություն էր ինձ համար։ Դե հա, ինքը շատ մասշտաբային չէ, ավելի մեծ մասշտաբային մեկ էլ դա երկիր ես ներկայացնում եւ այն իսկ ո՞րն է եղել այդ տենց որ այն ամենակարևոր բանն է որ միշտ ասած կլինի ես մեկը sense լինել խնդրում եմ էլի չինեմ ինչն է եղել թե տեսալովակի թե երկի բեմադրության զգեստի չգիտեմ։ Ինձ թվում է ամեն ինչ ոնց որ ծնված լիներ եւ ամեն ինչ ոչ թե հատուկ մտածված էր, այլ պատահական ամեն ինչ sense հարթ գնում էր, հա։ Հարթ գնում էր եւ այդպես ինչ որ բան չկար, որ իմ սրտով չէր։ Դե բարձր որ բայց ուղղակի հետաքրքիր քո առաջին վարասի մտածել է երազանքի մասին երկ, այլ չգիտեմ հետագա ասենք թե կներ բեմադրությունը տեսահոլովակը եւ որ ինչն էր էլի քո ցանկությամբ որ մտածել ես որ լավ կուզեի sense լինելու տենց է։ Դե օրինակ երբ որ մենք խոսում էինք, ծանոթանում էինք միմյանց հետ, ես նշեցի իմ հոբիներից մեկը, որ սիրում եմ նկարել եւ նրանք հաշվի առան այդ փաստը եւ տեսահոլովակի սկզբում ես նկարում եմ իմ մոլորակը եւ հետո հայտնվում եմ այդ երազի մեջ, երազանքի մեջ եւ դա դες սկսում արդեն բառ դու նկարել ես սիրում այդ հա շատ կարեւոր է շատ հետաքրքիր է իսկ այնտեղ արդեն մասնակիցների հետ ոնց հասկացա տենց շատ լավ ընկերասեր բոլորը սիրում են այնտեղ ոնց է եղել իրանց հետ շփումը դու որտեվ մեկ շաբաթ երևի հա այնտեղ եք եղել չէ ինչքան գիտեմ մեկ շաբաթ արդեն այնտեղ եք եղել փորձերի ժամանակ այո միասին էինք մասնակիցների հետ եւ այդ ընթացքում հասցրել եմ բոլոր մասնակիցների հետ ծանոթանամ շփվեմ Եվ մենք նաև նվիրել ենք մեր նվերները մերչը Braveheart-ի որտեղ պայուսակներ, հուդին, վերնաշապիկը, շարֆը եւ գիրքը, այո։ Որ հատուկ գրվել էր քո պատմության, այո, քո պատմության կապված քո երկի պատմության։ Մասնակիցները շատ հավանեցին նվերները եւ նաեւ ես իմ Instagram-յան ալիքում ունեմ մի վիդեո, որտեղ իրենց ռեակցիաներն եմ նկարել։ Շատ էին հավանել եւ այո այդ ընթացքը նաև շատ հետաքրքիր էր նրանով որ մենք բացի յուրաքանչյուրս մեր ելույթների մասին մտածելուց բացի անհանգստանալուց բացի մտածում էինք մեր ընկերների ելույթների մասին հավասար իրար հետ լարվում էինք միշտ իրար sense աջակցում էինք մրցակցությունը չկար չէ ոնց որ տենց ունեցել մեծերի կամ ուրիշ տեղանին դա շատ կարևոր է որ դուք իրար փորձում եք օգնեք ոչ թե մրցեք իրար հետ ու մենք բաներով տենց էլի նույն վիդեոներով ռիլերով տեսել ենք որ դու մեր մյուս երկու հայ մասնակիցների երգչուհիների հետ ես Վրաստանի Ուկրաինայի ներկայացնող մեր աղջիկների հետ ես շփվում դա արդեն առաջին ազդակը եղել է որ երեքդ էլ հայ եք հետո ինչն է եղել արդեն ձեզ մոտեցել եք իրար շփվել եք այդ ինչն է եղել ձեր այդ ընդհանուր շփման չգիտեմ թեման ինչ նախասիրություններ ոնց է ձեր ընկերությունը շարունակվում ոնց է ձևավորվել ինչ հետաքրքիր ինչ կա իրենց հետ դե իրենց հետ նաև գնացել ենք հայկական դեսպանատուն այնտեղի եւ այնտեղ մեզ տարբեր հարցեր են տվել մեր երկրպագուներն էին Վրաստանից հայ
համայնքը եւ այնտեղ հանդիպում ունեցանք եւ այնտեղից էլ մտերմացանք եւ մինչեւ հիմա մենք կապը պահում ենք բոլոր մասնակիցների հետ ունենք chat գրուպա իրար հետ շփվում ենք դեռ եւ վստահ եմ որ մեր կապը մենք ապագայում կպահենք ու դες հետաքրքիր է մեկը որներ որ դուք տենց ոնց որ հայերով իրար հետևից տենց տեղերը զբաղեցրեցիք, չէ՞։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան, չէ՞։ Երրորդ տեղը Վրաստանը, չորրորդ տեղը դու ընդհանրապես 1-2 տենց միավորների տարբերությամբ ձեր տենց ոնց որ դուք տենց իրար հետևից տեղերը գրավեց, այդ բաները չէ՞ շատ հետաքրքիր որ տենց հայերով ոնց որ տենց իրար կողք կեիք։ Շատ հետաքրքիր էր եւ այնտեղ մենք իսկապես շատ լավ շփվեցինք վիզիոներ նկարեցինք իրար հետ Ուկրաինացի մեր հայ աղջիկն անում կներես մոռացա ոնց էր Սոֆյան քո երգներ երգում շատ սիրուն հա այդ վիդեոներ ասում որ նկարել եք այդ էլ շատ սիրուն տենց միասին երգել ենք համ իմ երգը երկուսով համ իր երգը եւ տեղադրել ենք Instagram-յան էջում Եվ իսկապես լավ շփվել ենք կապը կա միջև հիմա կա եւ վստահ եմ որ ապագայում է կպահենք մեր կապը հրաշալի մեկ էլ բանի երգը Ֆրանսիայի երգը որ ես տեսա որ դու էլ ֆինալի ժամանակ իր այդ հավասար այդ երգը երգում էր դու վարզա որ ինչի նախ ֆրանսերեն շատ լավ գիտես դրամ էլ ասիր որ շատ ես շատ եմ հավանել Ֆրանսիայի երգը այս տարի իսկ իրանց հետ կապը ասիդ կա չէ միջև բոլորի հետ կապը միջև հիմա կա մենք դեռ շփվում ենք եւ ապագայում նույնպես շփվելու ենք քո ֆավորիտ երգը չէ դա այո իմ ֆավորիտ երգը Ֆրանսիայի երգն էր եւ երբ առաջին անգամ լսեցի շատ էի հավանել իսկ ինքը քո երգի մասին ինչ որ կարծիք ասելա Նա նույնպես հավանել էր իմ երգը եւ ընդհանրապես մասնակիցները բոլորը իրար երգերը հավանել էին, երգում էինք այնտեղ եւ փորձերի ժամանակ հավասար իրար հետ ամեն մեկը մյուսի երգը երգում էր, աջակցում էին իրար, լարվում էին իրար համար։ Շատ լավ, հրաշալի։ Եվ իսկապես այո, մթնոլորտը շատ ջերմ էր եւ կարծում եմ դա նույնպես շատ կարեւոր է։ Իսկ արդեն մրցույթից հետո ինչ որ ինչն էր որ քեզ ոնց որ ինչ որտեղ վստահ եմ բան չես արել այդքան մեծ նշանակություն չես տվել տեղերին վստահ եմ որ դու ֆանտաստիկ ելույթ ես ունեցել ու ամենակարևորը որ մենք խոսում ենք այդ փորձառությունն է հիմա այս ոնց որ թարմ հիշողությունն է այդ ինչն է եղել են ամենակարևոր բաներից որտեղ դու արդեն սովորել ես որ դու հաղթում ես միշտ բայց լինում է նոր կյանքա բոլորիս հետ է պատահում վստահ եմ դրա մասին քո շատ են խոսել որ այսպես է լինում կյանքում ինչն է էլի ոնց որ այս մրցույթից ինչ փորձառություն ինչ բան վերցրեցի Դե այո, ինչպես արդեն նշեցի, մրցույթներում ընդհանրապես կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ լավ ելույթը, շատ մեծ փորձը, ընկերները եւ այդ ամեն ինչը ապագայում օգնում է, հետագա մրցույթների կամ համերգների ժամանակ միշտ օգնում է այդ փորձը եւ այստեղ ամենակարևորը ոչ թե տեղն է, այլ այնտեղի իմ էմոցիաները եւ այնտեղ անցկացրած իմ ժամանակը, իմ ելույթը կարծում եմ դա է ամենակարևորը։ Այդքան մեծ հանդիսատեսի առաջ այդքան շատ հանդիսատեսի կենթանի հա ելույթ ունենալը ու չգիտեմ ուրիշները ինչ կարծիք ինչ են բանում, բայց իմ համար հենց այդ օրվա ելույթը քո ամենա սիրածնալ ասենց ասեմ ես ամեն շատ եմ սիրել հենց որտեղ շատ ուրիշ ձև երգեցի շատ իսկ ձեր ոնց որ խմբի անդամները պատվիրակությունը մեր Զարուին ինչ ասեցին ելույթից հետո թեկուզ ավելի հետո մի քանի օր հետո ինչ կարծիքներ ես լսել հետաքրքիր իրենք նույնպես շատ գոհ էին իմ ելույթից եւ երբ ես իմ ելույթը ավարտեցի ելույթից հետո երբ տեսա իմ ուսուցչուհուն դեռ արդյունքները չէին հայտարարել եւ նա ասաց որ հենց ամենակարևորը ելույթն է լավ ելույթը եւ այս անգամ շատ լավ ելույթ էր եւ ասաց որ չմտածեմ արդյունքների մասին որովհետեւ այն ասաց որ այն կերպով որով ես ելույթ ունեցա դա
դա շատ լավ էր էմոցիոնալ ավելի չէ այնց ստացվեց ամեն ինչ հենց ամեն ինչ էմոցիայի մասին շատ ավելի լավ էր եւ ասած կարեւորը այս ելույթներ մի մտածիր արդյունքների մասին եւ նրանք նույնպես գոհ էին դե որտեղ բոլորս ինձ թվում է բոլորը տենց ինչ թվում ես անկեղծ եմ քեզ ասում չեմ լսեմ մեկը որ ինչ որ տենց լուրջ ոչ մի վատ կարծիք կամ ինչ որ թեթև քննադատություն չեմ լսել որտեղ ամենակարևորը այն էմոցիաներն էր որ դու փոխանցեցիր ու նույնիսկ այդ բանի վիդեոյի պահ որ հայտարարում են վերջին միավորները հայտարարում են որ բոլորս է սպասում ենք շուտ տենց մեծ թիվ ենք ստանալու հեռուստադիտողներից որտեղ բստե մարդ չկա որ ամեն օր այդ օրվա մեջ 100 անգամ մտե քվարկելը մեկը հայտարարեցին ու քո բանը արձագանքը դրան շատ ճիշտ էր շատ պրոֆեսիոնալ էր զգացվեց որ տենց հասուն ոնց լուրջ եմ ասում ոնց հասուն արտիստ կանգնածին հետո որ շատ ռեալ գնահատեց այդ ամեն ինչը ու շարունակեց շփտալ սրտի կցից տվեց ու անցավ առաջ այդ շատ գնահատելի ու տենց կարևոր բանը որ հետագա էլի քո ճանապարհին վստահ եմ քեզ շատ է պետք գալու գիտես ինչն է հենց բան հետաքրքիր ոնեք այսքան ամեն ինչից հետո այսքան 25 թվականը քո մոտ որ լիքը երաժիշտներ կերազեն sense տարի միջազգային բեմերից ոնց որ ասում են չեսի չէ ու կարծիքն է եղել ամենայն կարևորը որ ես միշտ սпасել ես հեսա տեսնեմ ինչ ասելու կամ ով ա եղել ամենահետաքրքիր տենց բանասողը քո ելույթների մասին որ տենց միշտ տենց ոնց որ կհիշես իմ ուսուցչուհին հա զարու հա բայց ես ընդհանրապես երբ որ ինձ խորհուրդ են տալիս ես միշտ բոլորի խորհուրդները լսում եմ, հաշվի եմ առնում եւ կարծում եմ, որ իմ ուսուցչու խորհուրդներն են նաեւ շատ կարեւոր։ Այսինքն ես վստահ եմ, որ դուք դեռ շարունակելու եք այս ճանապարհը, դե գոնե փետրվարին գիտենք, որ ունեք արդեն այդ ելույթ ունեք, մատ եզրափակիչ ունեք, քեզ հաղթանակ եմ ընդեմ աղթում, ամենաշատ, նո ամենակարևորը չի, բայց դե գիտեմ, որ ստացվելու է մեկը Բացի մրցույթներից նաև ունեմ շատ հրավերներ այս շրջանում։ Ոայ տակի դե պատմի։ Համերգներ ունեմ տարբեր հրավերներ, համերգների հարցազրույցների եւ այս շրջանը լի է տարբեր Աստղային կյանքով ես ապրում այս շրջանը։ Եվ այս շրջանը այո, իսկապես շատ հագեցած է։ Հայաստանում թե Հայաստանից դուրս են։ Հայաստանում են հրավերները։ Հա, մտ գիտես ինչ է հետաքրքիր բան ֆիքսել, չգիտեմ դու ֆիքսել ես թե չէ։ Երեք եմ այս բանը ֆիքսել, որ այդ համ The Voice-ում, համ Եվրատեսինում կարաս ասես հաղթողները, տենց ովքեր են եղել։ Դե առաջինում Շարլոտն էր, ֆրանսիացի աղջիկ, երկրորդում էլ։ Կարող դու հենց այդ երկն եղել է քո ֆավորիտ։ Հա, ֆավորիտներից մեկն է եղել։ Մյուսը։ Լեհաստանի երկն էի հավանել եւ Վրաստանի։ Հա, Վրաստանի աղջիկն է շատ լավ ձայն ուներ, ինքը շատ հետաքրքիր։ Իսկ ինչ հետաքրքիր առաջարկներուց բացի, այսինքն Հայաստանում ասիր համերգներ ունես, չէ՞։ Ինչ է դա, ինչ լավ ընդհանուր, ինչ գիտեմ որ դե նորը սկսում ես քո ճանապարհը, ինչ նոր բաներ ունես մտածած որ ուզում ես անես։ Դե հետագայում մտածում եմ մոտ ապագայի մասին։ Նոր երգեր թողարկեմ։ Հա, արդեն քո որոշ երգեր թողարկեմ, այո։ Ինձ թվում է դեռևս այս համերգներն են եւ նոր երգեր թողարկելը եւ կարծում եմ որ ընթացքում նույնպես հրավերներ կունենամ։ Հա։ Այսինքն սկսելու ես արդեն կամաց սկսել անհատական առաջին քայլերը ոնց որ անես երաժշտության մեջ արդեն որպես անհատ արտիստ ոչ թե մենակ մրցույթների բան իսկ մտածել ես ինչ դեռ հələ այս ժամանակվա մասին եմ խոսում հետագայի մասին բան չեմ խոսում այս ոնց որ այս ոչի մեջ ես քեզ էլի պատկերացնում բալադային այդ երաժշտ այդ ձևի մեջ ես քեզ պատկերացնում ու շատ բալադային ոչի մեջ եմ ինձ պատկերացնում եւ կարծում եմ որ հետագայում երգերս դե իհարկե ոչ միայն բալադային ոչի մեջ կլինեն, բայց հիմնականում այդ ոչի մեջ են լինելու կարծում եմ։ Հա։ Այսինքն սպասենք քեզ օրինակ այս 26 թվականին, հա, սպասենք քեզանից։ Հա, լուրջ ես ասում։ Շատ հրաշալի է, շատ լավ է։ Քանի որ խոսում ենք քո ապագա պլանների մասին, ես նաև գիտեմ, որ դու քո համագործակցությունը շարունակում ես հանրային հեռուստաընկերության հետ, կասես ապագայում ինչ պլաններ ունեք կամ ինչ մասնակցություն ես դու ունենալու ինչ որ բաներ գիտես։ Դե ֆեստիվալին երգեցիր այդ գիտ իմացանք։
Դա շատ։ Այս վերջերս այո, երկեցի ֆեստիվալին Ջերմուկում եւ այո, հանրայինի հետ եմ շարունակում համագործակցել եւ հետաքրքիր պլաններ կան։ Այո, հետաքրքիր պլաններ կան։ Համերգներ, ինչ որ փառատոններ եւ Սպասենք։ Հետաքրքիր լավ դեպքը գծերը չես բացում, դու ոնց ուզես։ Նաեւ 2026 թվականին ինչպես գիտեք, դե ֆինալում արդեն երբ գնացի, Պատրիկ Ֆիորին ինձ ասաց, որ ես Ֆրանսիայի մանկական ձայնի հաղթողը, քանի որ նույնպես Պատրիկ Ֆիորի թիմից էր, եւ ինքը կարող ենք մի տրիո անել, նա խոստացավ, որ այս տարի մենք կանենք 2026 թվականին եւ հետագա պլաններից մեկը նաեւ Պատրիկ Ֆիորի ալբոմի մեջ ինչ որ մի երգում, որ նա առաջարկ է արել։ Հրաշալի։ Այո։ Դու ոնց որ հասկանում ես, մի անգամից սկսել ես կարիերա միջազգային շուկայում արդեն։ Թե տենց է ստացվում արդեն ինչ որ։ Անկեղծ, դու շատ հրաշալի է։ Մենք ես տենց մեծ բան կսպասեմ այդ ամեն ինչին, որտեղ վստահ եմ շատ որակով, շատ ճաշակով աշխատանք լինելու։ Սպասում ենք նոր երկերի հաստատ քեզանից մաղթում եմ քեզ մրցույթում տենց վստահ եմ հաղթելու ես Իտալիայում չէ ճիշտ եմ ու խառնեցի ես արդեն Իտալիայում դու դա արդեն Պատրիկ Ֆիորի նման արտիստի ալբոմում ես դու տենց ոնց որ լինելու հուսամ դու էլ մի օր քո ալբոմը կունենաս շատ տենց վստահ եմ որ լինելու է էլի դու չեմ մաղթում ես վստահ եմ որ այդ հալուր վստահ եմ որ այդ ամեն ինչը լինելու է դու շատ ճիշտ ճանապարհով ես գնում քանի որ մենք խոսեցինք հոբիներից չէ մենք ասեցինք որ խոսենք հոբից գիտեմ որ դու սիրում ես վինիլներ չէ շատ եմ սիրում ունես հոբիներիցս մեկն է վինիլներ հավաքելը եւ ունեմ շատ տարբեր իմ սիրելի արտիստների վինիլներ եւ ամենաշատը ունեմ Բիլի Այլիշի վինիլներից ունեմ համարյա բոլոր վինիլները Բիլի Այլիշի ունեմ Ադելի, Շարլ Ազնավուրի, Լանա Դել Ռեյի եւ այլ արտիստների վինիլներ եւ սիրում եմ լսել այդ տարբերակով, որովհետև կարծում եմ, որ ավելի բնական է։ Բնական մաքուր է, չէ՞։ Որովհետև երբ դնում ես, հնչողությունը այնպեսին է, ոնց որ արտիստը բնական քո դիմաց կանգնած երգի։ Շատ է։ Եվ շատ հետաքրքիր է, շատ հավես է։ Այդ որտեղից է եկել, կներես, ոնց դու ինքն երաշտական քո այդ ճաշակն է, ասեն դու տենց ինչ որ մեկը կամ պետք է առաջարկած լինի քեզ, որ ասում ես, sense պետք է լսես կամ դու քեզանով ոնց որ որոշես։ Երբ նոր տարի էր, ծնողներս ինձ նվիրեցին վինիլային նվագարկիչը եւ այդ ժամանակ որոշեցի, որ կարող եմ վինիլ առնել, լսել, փորձել հնչողությունը եւ երկու տարա փորձեցի, առաջինը Ադելի եւ Հյուսթոնի վինիլներն էին փորձեցի եւ շատ էի հավանել, որոշեցի, որ կարող եմ կոլեկցիա հավաքել եւ այդ ժամանակվանից արդեն սկսեցի տարբեր արտիստների վինիլներ գնել։ Հրաշալի։ Դե թե թույլ կտաս, քո թույլտվությամբ մեր կողմից քեզ մատ վինիլ նվեր տամ, հուսամ քո տենց գրադարանում վինիլների դրա ուրույն տեղ գտնի։ Շնորհակալ եմ շատ։ Այդ միանգամից ու ասեցի, այս քեզ սա Էլվինա Մակարյանի չթողարկված երկերի վինիլ ունես այս դրանից։ Չէ, ուզում էի գնել, այս վերջերս շատ եմ ուզում գնել։ Դե առաջին կա, սա ես ընտրելուց հենց ինչի հենց Էլվինա Մակարյանն ու նախ որ ինքը ֆանտաստիկ տենց երգչուհի է, ֆանտաստիկ ջազ կատարող է, ինքը իմ կարծիքով, մենակ հաստատ իմ կարծիքով էլ չէ, ինքը տենց Հայաստանի սահմաններից դուրս է եկել արդեն ինքը որպես համաշխարհային տենց ջազ կատարող է ու ոնց որ նույնն էլ ես անկեղծ քեզ եմ մաղթում մեծ սպասումներ ունեմ որ թե իմ համար շատ կարևոր է թե ինչա լսում արտիստը թե քոլոսած երաժշտությունից թե քո արդեն ունեցած տեխնիկական հնարավորություններից տաղանդից խոսեցինք հուզականության մասին որ դու երգում ես անհնար չփշակավ այդ ամեն ինչը միասին գումարած ես վստահ եմ որ դու այդ համաշխարհային մակարդակին ինձ թվում է դու հաստատ կհասնես քանի որ հասանք մեր զրույցի վերջին ես կուզեի տենց մատ
խոսած դու ասես այն ամեն ինչի մասին ինչի որ չխոսացին կամ կուզես որ խոսենք արդեն որպես փորձառու մարդ, հա, ինչ կասես ոնց որ քեզ հենց հիմա նայողներին ես վստահ եմ շատ ընդ քո ընկերները, քո տարիքակից շատ մարդիկ նայված մեծ հենց հիմա քեզ նայում են, ինչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Այս ընթացքում ես հասցնում էի կարդալ մեկնաբանությունները բոլորիդ գրած եւ իսկապես կարծիքները շատ լավն էին եւ այդ դրական լիցքերով ես մեկնել եմ Վրաստան եւ անկախ նրանից ես հաղթել եմ թե չեմ հաղթել, կարծում եմ սա ավելի լավ հաղթանակ է, որովհետեւ այն սերը եւ ջերմությունը, որ դուք ինձ փոխանցում եք, ինձ համար շատ ավելի կարեւոր է եւ շատ ավելի մեծ հաղթանակ է, ինչի համար ձեզանից շատ շնորհակալ եմ։ Մենք էլ քեզ ենք շնորհակալ։ Մերսի շատ Ալբերտ ջան։ Շնորհակալ եմ շատ։ Դե գնանք լավ երաժշտություն լսենք երկուսով։ Գնացինք։ Ապրես։